Մենք այսօր ունենք այն իրականությունը, որ այո, մեր սրբազանները, ովքեր գտնվում են ապօրինի կալանքի տակ, արժանապատվորեն են տանում այս հալածանքները, բայց իրապես աղետ է եւ դրա մասին պետք է բարձրաձայնել, որ մարդիկ ունեն առողջական լրջագույն խնդիրներ եւ իրենց կյանքին իրապես վտանգ է սպառնում եւ մենք ունենք նաեւ ողբերգական նախադեպը դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Ես խնդրում եմ այս մասով ձեր տեսակետը եւ եկեղեցու դեմ այս արշավը, որ իրենք շարունակում են իրականացնել այդ Ինչպես Մայրաթորն էր հաղորդագրություն տարածել Սուրբ Պատարագի անվան ներքո սրբապիղծ արարողակարգեր։ Խնդրեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ, քանի որ մենք հոգևոր զարգացման ճանապարհով գնացող ենք, մենք գիտենք, որ Հայաստանի համար, չնայած Նիկոլի բոլոր արհավիրքները չարիք են, այնուամենայնիվ եկեղեցու դեմ այս ամբողջ իր արշավը շատ ավելի մեծ արհավիրք է, քան մնացած ամբողջը։ Միգուցե մարդկանց համար դա այնքան ընկալելի չէ այս փուլում, բայց եթե մի քիչ ավելի մեծ վերցնենք, ապա միանշանակ այդպես է։ Եվ երբ որ մենք նայում ենք հետ, մենք մտածում ենք ամենածանր իրավիճակներում հենց եկեղեցին էր պահում մեր ազգը, եւ Նիկոլը նպատակասլաց հարվածում է հենց մեր սրբություններին, եւ չնայած որ կան տգետներ, որոնք որ մտածում են, որ սրբազաններին հարվածելով նա չի հարվածում քրիստոնեությանը, ոչ, սա ակնհայտ հարված է իր կողմից հենց քրիստոնեությանը, հենց քրիստոնեության արժեքներին եւ հենց հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ մշտապես քրիստոնեական սրբերը ասում էին ամբողջը նույնն է, ինչ Քրիստոսը, ինչ սրբազանները, եւ շատ հաճախ նույնիսկ տարբեր սրբեր մենք երեք ցիտում էինք մեկին, տարբեր սրբեր նույնիսկ անվանում էին առաքյալներին եպիսկոպոսներ, ըստ այդմ սա հենց հանցագործություն է քրիստոնեության դեմ, եւ Նիկոլը մեծագույն պատասխան է տալու դրա համար, ու այս պատասխանը, որ ինքը տալու է, շատ ավելի մեծ է, քան մեր դատական պատասխանները, դա Աստծո պատիժ է, որ ինքը միանշանակ շատ շուտով կրելու է, բայց ոչ միայն ինքը, սա շատ կարևոր է, յուրաքանչյուր մարդ, ով այս ընթացքում դավաճանեց իր հավատը, դավաճանեց Հայաստանը, դավաճանեց իր հայրենիքը եւ դավաճանեց իր կողմից ինչ-որ ձևով որդեգրած քրիստոնեական արժեքները, միևնույն է միանշանակ եւս պատասխան է տալու այս ամբողջի համար։ Իսկ այն, որ մեր սրբազաններն ունեն իրապես լրջագույն առողջական խնդիրներ, իրենց նպատակը ո՞րն է այս իշխանության, որ այս խնդիրներով մարդկանց տարել են եւ կալանքի տակ են պահում։ Ցավոք սրտի Նիկոլի հոգեկան վիճակը պակաս ծանր չէ, քան իր չարիքները ընդհանրապես, եւ ակնհայտորեն երևում է, որ ինքը բոլորից հենց վրեժ է լուծում։ Եվ քանի որ մեր սրբազանները, Միքայել սրբազանը մեծագույն զորության մարդ, օրինակ, ու մյուսներ հիմա ինքը հերթով բոլորին, այդպես չի, որ միայն երկուսը հիմա նստած են, երրորդն է արդեն ձերբակալված եւ ինչ որ ձևով իրենք արդեն չորրորդին են ուզում ձերբակալել։ Դրա համար օրինակ եմ բերում Միքայել սրբազանի, որ այնքան բարձր զարգացած, այնքան բարձր փարոս է բոլորիս համար, որ Նիկոլի համար ինքը հենց նախանձի առարկա է եւ ցավոք սրտի ինքը ամբողջությամբ հենց ուզում է իրեն ամենածանր վիճակի հասցնել։ Եվ ինչ ունենք այս փուլում մենք անելու, որպես հայ մարդ, հայ ժողովուրդ։ Մենք ունենք բոլորով պայքարելու։ Մենք անընդմեջ պայքարներ ենք տանում, ակցիաներ ենք անում, ասուլիսներ ենք անում, ինչ որ ձևով բաներ հնչեցնում ենք եւ այլն, բայց հիմա մենք հասկանում ենք, որ շատ ավելի ակտիվ պայքարի է պետք անցնել եւ անցնելու ենք։ Այսինքն ժողովրդի մոտ այդ արթնությունը կա եւ այս վերջին այդ ծիսակարգերը, որ իրենք իրականացնում են Հովանավանկում, Տալինի եկեղեցում, այսինքն այս կերպ ժողովուրդը չգնալով ցույց է տալիս, որ դեմ է այս արշավներին։ Իհարկե, բայց նաեւ մյուս կողմից ինչ որ ձևով թմբիրի մեջ է եւ բոլորիս, ով որևէ կերպ գոնե կարող է ասել, որ ակտիվ է, բոլորիս պարտականությունն է այժմ ժողովրդին ընդհանրապես այս թմբիրի մեջից հանելու եւ ուղղորդելու պայքարը ընդդեմ ընդհանրապես չարիքի, որը մարմնավորվում է Նիկոլի մեջ։ Շնորհակալություն։